Բարև ձեզ, կրկին էկոնոմիքսն է։ Այսօր խոսելու ենք մարքեթինգի ոլորտի մասին, մասնավորապես ցուցահանդեսների կազմակերպման, տարածման եւ այդ աշխատանքների ընդհանուր ընթացքի մասին։ Այս ոլորտը կարևոր է նրանով, որ կոչված է ապահովելու տնտեսության ներկայացվածությունը, բիզնեսի հնարավորություն է տալիս սպառողին հասնելուն, անշուշտ նաեւ նոր շուկաներ գտնելու համար։ Այս ոլորտը այն կապող օղակն է բիզնեսի եւ սպառողի միջեւ եւ այս ապօղակի լավ զարգացվածության կամ արդյունավետ գործելու շնորհիվ մենք կարող ենք ունենալ ավելի լավ արդյունքներ։ Այս թեմայով խոսելու ենք Big Projects ընկերության համահիմնադիր Դիանա Հարոյանի հետ։ Բարև ձեզ, Տիկին Հարոյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ողջույն, շնորհակալ եմ հրավերի համար։ Տիկին Հարոյանը, նախ կցանկանամ խոսենք Big Projects-ի ստեղծման գաղափարի մասին եւ նրա նպատակների։ Մենք ամուսնուս հետ ընկերությունը հիմնադրել ենք 2020 թվականին։ Մինչ այդ շատ տարբեր մեծ ու փոքր միջոցառումների մեջ ունեցել էինք մասնակցություն, թե որպես կազմակերպիչ, թե որպես կամավոր, թե մասնակից, ընդհանրապես մենք մի շատ ակտիվ ենք եղել ու իմացել ենք, որ կարևոր է մեր քաղաքում ունենալ մեծ network, շատ կապեր, գնալ, շփվել, հա։ Եվ սա մեր գործի մեջ ցուցահանդեսային ոլորտում հետո պիտի հասկանայինք, որ շատ կարևոր բաղադրիչներից մեկն էր կապերը ու network-ը։ Դա այդպես, հետո 19 թվականին ունեցանք մեկ ցուցահանդես, մեր Անդրանիկ ցուցահանդեսն էր Մամոնտ Kid Expo-ն, այդ ժամանակ դեռ հիմնադրված ընկերություն որպես այդպեսին չկար, կար ցուցահանդես անունով։ Դե ես մասնակցել եմ այդ ցուցահանդեսին։ Այո, այն մոր եւ մանկան թեմայով էր, այսինքն մարդիկ, որոնք բալիկներ ունեին կամ հղի էին, կարող էին գալ եւ մեկ վայրում գտնել մանկական ոլորտի հետ առնչվող ամեն բան, եւ այդ փորձը հաջող իրականացնելուց հետո մենք 20 թվականի փետրվարին հիմնադրեցինք մեր ընկերությունը Big Projects-ը, հետո մարտին եղավ այն ինչ եղավ, կոവിഡ്ը եկավ, դե հետո պատերազմ ու այդ ամբողջ տարին մենք լծված էինք կամավորական աշխատանքներով, պատերազմից տուժած մեր հայրենակիցներին օգնելու եւ այսպես, ու այդ ժամանակ, քանի որ մենք էլի մի շատ կարեւոր ու մեծ նախաձեռնության նախաձեռնողներն էինք, հոկտարի, այդպես էր կոչվում այս սոցիալական նախաձեռնությունը, ու ունեցանք 300-ից ավել միայն կամավոր վարորդներ, որոնք տանում էին առաջին օգնության սնունդ ու պարագաներ մեր հայրենակիցներին, ես օպերատորն էի, շփվում էի անմիջապես Արցախից Հայաստան եկած մեր հայրենակիցների հետ եւ ունենք նաեւ տեսակավորողների խումբ 1000-ից ավել կամավոր ենք ունեցել Կարեն Դեմիրճյանի համար համերգային համալիրում էր մեր շտաբը ու այդ գործերը անելուց հետո փառք Աստծո երբ ավարտվեց պատերազմը ու ամեն ինչ ավելի հանդարտ դարձավ հոկտարից երկու թիմակից մեզ մնաց, որոնք շատ արժեքավոր, հա, այսպես կարևոր մարդիկ էին մեզ համար, մենք տեսել էինք իրենց կամավորական աշխատանքի մեջ, իրենց վերցրինք աշխատանքի արդեն Big Projects ու 4-ով սկսեցինք մեր ուղին ցուցահանդեսների ու երկրորդ անգամ արդեն նախաձեռնեցինք Մամոնտ Kid Expo արդեն 2021 թվականի հունիսին այն կայացավ ու այդպես մեր ուղին սկսվեց, որ ասեմ շատ հաշվարկով կամ այսպես հասկացել ենք կոնկրետ ինչ ենք անում սկզբում սուտ կլինի։ Ավելի տարերայինորեն ու այդ պահին ժամանակի պահանջից ելնելով գործել ենք։ Big Projects-ը արդեն իսկ մեր հայկական շուկայում իր ձեռագիրն է թողել ցուցահանդեսների կազմակերպման ոլորտում։ Դուք ինչպես եք այսպես որոշում կայացնում ցուցահանդեսի տեսակի թեմատիկայի հետ կապված, որովհետև այո, կարելի է ցանկացած ուղղությամբ ցուցահանդես կազմակերպել, բայց ձեր ցուցահանդեսները բավականին թիրախային են, ինչպես եք դա որոշում։ Մենք շատ արագ հասկացանք, որ երբ ցուցահանդեսը ամեն ինչի մասին է, այն ոչնչի մասին է, այսինքն այդպես դու նախ չես կողմնորոշվում ով է քո թիրախային լսարանը, չես կողմնորոշվում մարքեթինգային ինչ կոմունիկացիա անես, որ այդ լսարանին բերես, ու հետո չես հասկանում ինչպես չափել արդյունքը, եւ մեր միակ ցուցահանդեսը, որը մի քիչ ավելի շատ ոլորտներ է ընդգրկում, դա Big Christmas Market-ն է, բայց այն ոչ թե ցուցահանդես է, այլ այն շատ կարևոր տոն է մեր քաղաքի համար, շուտով արդեն 5 տարի կլինի, եւ մենք այդքան ցուցահանդեսի պրիզմայով չենք նայում այս մի պրոյեկտին։ Մնացած բոլոր նախագծերը, որ մեր կողմից հեղինակվել եւ իրագործվել են, ունեցել են կոնկրետ լսարան եւ կոչված են եղել լուծելու կոնկրետ խնդիրներ։ Ընդհանրապես մեր ընկերության առաքելությունը, որ մենք երկրորդ տարուց արդեն սահմանեցինք մեզ համար, դա բիզնեսի զարգացման համար նպաստավոր միջավայրի ստեղծումն է։ Դա կլինի ցուցահանդեսով թե որևէ այլ ֆորմատով վաղը մյուս օրը, էական չէ։ Այժմ մենք ցուցահանդեսն ենք որպես հիմնական մարքեթինգային գործիք առաջարկում ընկերություններին եւ գուցե վաղը մյուս օրը առաջարկենք այլ պրոդուկտներ, որովհետեւ մենք դեռ շատ երիտասարդ ընկերություն
ընկերություն ենք եւ այս 4-5 տարվա մեջ պարզապես շատ ինտենսիվ աշխատելով ենք հասել նրան, որ մեր ցուցահանդեսներից հետո քաղաքում ակտիվացել են շատ տարբեր ցուցահանդեսներ տարբեր թեմաներով եւ ուրախ ենք արձանագրել, որ բոլոր ցուցահանդեսների տակ որպես հիմնական սպասարկող ու կազմակերպիչ մեր ընկերությունն է միևնույն է, չնայած մարքեթինգը եւ արտաքին կոմունիկացիան մենք չենք անում, բայց բոլոր օրինակ Մերիդիանում շատ ցուցահանդեսներ արդեն կան, որը էլի մենք ակտիվացրինք, համալիրներ մենք ակտիվացրինք, հետո մենք արդեն համալիրի փոքր մեծ համար տեղափոխվեցինք ու այսպես բոլոր ցուցահանդեսները սկսեցին ակտիվանալ, բայց ես հիշում եմ, որ երբ մենք նոր էինք ոլորտ մտնում ու անձամբ ես ինքս էի զանգեր անում բիզնեսներին ու ասում էի, բարև ձեզ էլեկտրոնային հասցեին ուղարկել ենք այսինչ էքսպոից առաջարկ, այդ մարդիկ ոչ միայն ինձ չէին լսում, այլ շատ վատ էին արձագանքում, որովհետև ինչ էքսպո, էքսպո գնում, էքսպոն տատիկ պապիկների համար էլ չէ անգամ փակ դռների հետևում անցկացվող մշակույթը չկար իրոք։ Այո, եւ ես նաեւ պիտի ասեմ, որ հիմա էլ դեռ մշակույթը չի ձևավորվել, որովհետեւ մենք շատ մեծ բյուջեներ ենք ծախսում մարքեթինգային, որ մարդկանց մոտ ցանկություն արտնացնենք գալու։ Այո, Տուն էքսպոն մեր պրոյեկտներից մեկը շատ մեծ բան փոխեց, երբ որ մարդիկ ընտանիքներով, հետո Big Christmas Market-ն էլ գնում էին ցուցահանդեսներ, մի կարևոր բան էլ ասեմ, ցուցահանդեսը աշխարհում ու ցուցահանդեսը Հայաստանում մի քիչ տարբեր բաներ են, որովհետեւ աշխարհում, եթե ցուցահանդես, ապա դա միայն B2B է, դա միայն բիզնեսին ուղղված, հա, մեծ մասշտաբային բան է, որտեղ բիզնեսներն են գնում, որպեսզի ծանոթանան այլ բիզնեսների հետ եւ աշխատեն։ Հայաստանում մի քիչ այլ է իր դրությունը, խառն է, այստեղ ինչ անում ենք B2C է ստացվում, անգամ լիզինգ էքսպոն, որը մեր ամենանեղ նիշային ցուցահանդեսն է, 3 տարի առաջ լիզինգ տերմինը երևի միայն տնտեսագիտական համալսարանում գիտեին ինչ է, հիմա արդեն բավականին մենք այդ լուսավորչական աշխատանքից հետո նաև մեր կողմից տարված լավ հանրահռչակված է եւ ծառայությունը եւ բանկերի կողմից մատուցվող որպես ֆինանսական պրոդուկտ ավելի հայտնի է հիմա եւ մյուս բիզնեսները հիմնականում ծանր տեխնիկան, գյուղտեխնիկան եւ այլն կարողանում են նորմալ աշխատել նաեւ լիզինգով, որովհետեւ ժողովուրդը արդեն գիտի ինչ է լիզինգը։ Բայց միևնույն է, որպեսզի մարդիկ գան լիզինգ էքսպո, մեզ շատ դժվար է տրվում այդ ամենը, որ մենք այդքան մեծ հոսք ենք ապահովում ու թիրախային, որովհետեւ շատ գումար ենք ծախսում դրա համար, ինչը էլի շատ նորմալ է։ Բայց այո, շատ կարեւոր է անել թիրախային միջոցառում, երբ որ որոշում ենք ինչ էքսպո անենք, հասկանանք նպատակը որն է, ինչ խնդիր ենք լուծում, կարող է կարիք չկա։ Օրինակ, ինչու չենք անում Mom and Kid Expo, այլևս, չնայած դա մեր առաջին ցուցահանդեսն եւ 3 անգամ արել ենք, մենք հասկացանք, որ մեզ համար որպես բիզնես դժվար է տրվում մոնետիզացիան Mom and Kid Expo, այսինքն մենք միևնույն է ծախսում ենք մեծ գումար, բայց շատ քիչ գումար է գոյանում արդյունքում, ինչը մեզ թույլ չի տալիս ավելի մեծանալ։ Ու մենք էլ որպես բիզնես շատ արագ ենք որոշումներ կայացնում, հա, այս բանը լավ է, շարունակում ենք մեծացնում ենք, այս բանը կարծես միջին բան է ստացվում, չենք անում։ Այսինքն մենք երբեք նորմալ չենք նայում նրան, որ մենք տարիներով անենք մի բան, ինչը միջին է եւ այնքան որ անում ենք, դա մեր ոլորտում շատ տարածված է ցուցահանդեսները եւ մենք դա կատեգորիկ չենք ընդունում։ Եթե մի բանը չի աշխատում, պետք է շատ արագ հրաժարվել, որովհետեւ մենք խոսում ենք տնտեսություն զարգացնելու մասին, խոսում ենք բիզնեսներին օգնելու մասին։ Դուք ձեր ցուցահանդեսների արդյունավետության չափման որոշակի համակարգ ունեք, քանակական, որակական, նա ինչպես եք չափում դուք։ Առաջինը իհարկե նայում ենք մեր մասնակիցների քանակին ու որակին, այսինքն բիզնեսներին։ Եթե մենք չենք կարողանում մի ցուցահանդեսի շուրջ հավաքել բավարար չափով մասնակիցներ կամ մեզ համար հետաքրքիր ընկերություններին չեն կարողանում ներգրավել, արդեն սա կարմիր նշան է, որ մի բան այն չէ։ Հետո այցելուները, եթե մենք ծախսելով X թիվ, հա, մարքեթինգի բյուջե չեն կարողանում գեներացնել բավարար չափով հոսք, կրիտիկական քանակի եւ որակի նաեւ, որովհետեւ քանակը դեռ չի խոսում, որ ինչ որ բան է կատարվում։ Նախատեսում եք X թով այցելու պետք է հաճախի, այդպիսի հաշվարկներ անում եք ձեզ համար։ Օրինակ, միշտ հիմնվում ենք նախորդ ինֆորմացիայի վրա, եթե էլի արել ենք, եթե չենք արել, նայում ենք շուկան։ Օրինակ, գիտենք լիզինգ էքսպոն ինչքան նեղ թիրախ է։ Թիրախավորվում են գործարարները հիմնականում։ Օրինակ 5000 հոգին դա այն թիվն է կրիտիկական, որ եթե դրանից քիչ մարդ գա, արդեն մենք խնդիր ունենք։ Եվ իմաստ չունի այդքան ռեսուրս ծախսել եւ մենք հավանաբար լավ չենք անում մեր աշխատանքը եւ։ Բայց կարեւոր է նաեւ գործարքների պայմանագրերի թիվը։ Դրա համար մենք միշտ երբ ցուցահանդեսը ավարտվում է, հետադարձ կապի հատուկ հարցաշար ու զանգեր ունենք։ Մեր թիմակիցները կատարում են, բացի այն որ մեր սպասարկման թիմի աշխատանքն են գնահատում, նաեւ գնահատում ենք ցուցահանդեսի արդյունավետությունը։ Եվ էլի եթե միջին թիվ ունենք, եթե այդ թվից ցածր է գալիս մարդկանց գնահատականը,
բարեբախտաբար դեռ նախադեպ չենք ունեցել, բայց եթե ունենանք նման նախադեպ, արդեն պիտի վերանայենք շատ բաներ։ Բաղադրիչները ցուցահանդեսի մեջ ինչա, ինչ է մարքեթինգային արշավը, դիրքավորումը գուցե պետք է ընդհանրապես փոխել անունը ցուցահանդեսի։ Ես տեղյակ եմ, որ Big Projects-ի ամեն այսպես տուն էքսպոից հետո բավականին աշխուժանում է անշարժ գույքի շուկա։ Իսկ առաջ պասիվանում, այսինքն տուն էքսպոից առաջ տխուր վիճակ է, որտեղ մարդիկ սպասում են։ Սա հետաքրքիր այսպես ինդիկատոր է բիզնեսի համար, որը դրդում է, որ այդպիսի ցուցահանդեսների մասնակցել եւ ակտիվ աշխատանք տանել։ Իրոք հատկապես անշարժ գույքի շուկան Հայաստան բավականին այսպես թեժ զարգանում էր վերջին տարիների ընթացքում եւ նման այսպես նախագծերի անընդհատ ինքը կարիք ունի։ Արդյոք այդպիսի պահանջարկ չկա նաև մեր տնտեսության մյուս ճյուղերի համար, խոսքը վերաբերում է արտադրության եւ ծառայության ոլորտների համար։ Դիցուք հաճախ է պատահում, որ կրթության ոլորտի հետ կապված այսպես ցուցահանդեսներ կազմակերպի, բայց ըստ իս ավելի շատ դրանք սոցիալական են, քան բիզնես։ Ես մի շատ կարևոր իրականում հարցադրում եք անում, մի բան էլ ասեմ, հաճախ մենք այնքան շատ ենք այդ կոմպլեքսը կա էլի մեր նաև բիզնեսի ներկայացուցիչների մեջ, որ երբ որ կոմերցիա է մի բանը, մարդիկ ամաչում են։ Կարծես խուսափեն կոմերցիայի մասին խոսելուց, շատ գումարի մասին խոսելուց, դա շատ սխալ է ու դա սխալ տեղ է տանում։ Ու երբ որ մարդիկ ինչ-որ բան են անում ու գալիս են քեզնից օրինակ ուզում են գումար ինչ-որ մի բանի համար, ու դա ներկայացնում որպես շատ սոցիալական կամ շատ հասարակական մի բան, դու որպես բիզնես արդեն կասկած ունես, արդյոք իմ ինչն է պետք սա։ Միշտ պիտի ներկայաց բիզնեսից, եթե մենք ինչ-որ բան ենք ակնկալում, գումար կլինի կամ ռեսուրս, մենք պիտի ներկայացնենք դրան հակառակ ինչ ենք տալիս այդ բիզնեսին։ Բայց մեր դեպքում, մեր ոլորտի եւ հակառակն է, սովորաբար գալիս են խնդրանքով, որ օգնենք, ինչ-որ, չգիտեմ, աջակցենք եւ այլն։ Բայց եթե մենք անում ենք կոմերցիոն պրոյեկտ, պիտի շատ վստահ ու հանգիստ անենք կոմերցիոն պրոյեկտ եւ փորձենք նաև աշխատել գումար ու գեներացնել գումար, սա շատ կարեւոր է։ Մեր պրոյեկտները ինչով են տարբերվում, մենք երբեք չենք գնացել որևէ կառույցի, անգամ պետական համակարգի համար մենք ենք ծախսանում, որ օրինակ տաղավար ունենա դիցուք նախարարությունը մեր ցուցահանդեսին, որտեղ մենք գիտենք դա մեր ցուցահանդեսի վրա հավելյալ ուշադրություն է բերելու։ Չեն գնում ասում, օրինակ էկոնոմիկայի նախարարություն ջան, մեզ գումար կտաք, որ մասնակցեք։ Լրիվ հակառակը, մենք ձեր տաղավարը կկառուցապատենք մեր հաշվին, դուք միայն ապահովեք ձեր ներկայությունը։ Մեր մոտեցումը մի քիչ ուրիշ է այս իմաստով։ Եվ այո, իհարկե, շատ ոլորտներ կան, որոնք կարիք ունեն ակտիվացման ու ցուցահանդեսը շատ լավ գործիք է ակտիվացիայի, հենց եթե անշարժ գույքին նայենք, տուն էքսպոն, երբ 22 թվականին մենք արեցինք, մեզ համար հիպոթեզ էր, վարկած էր, այսինքն ինչ կլինի, եթե մենք չգիտեինք ինչ կլինի։ Եվ 22 թվականին եղավ այն ինչ եղավ, մենք տեսանք, որ մարդիկ հստակ տուն էքսպոից առաջ հունիսին էր տուն էքսպոն, ամբողջ փետրվար, մարտ, ապրիլը մեր մարքեթինգային արշավին զուգահեռ չէին արել իրենց գնումը, այո, եւ եկել էին հունիսին։ Հետաձգել էին, որ տեսնեին ինչ կլինի հունիսին։ Ու քանի որ մեր ֆորմատն է այդպեսին, որ անպայման պիտի հատուկ առաջարկ զեղչ մի բանով պիտի տարբերվի, այլապես իմաստ չունի այդ էքսպոն, աշխատում է։ Եվ հիմա մեր գործընկերներն են միշտ այդ հետադարձ կապը տալիս են, որ հենց դուք սկսում եք տուն էքսպոից խոսել սոցցանցերում, մեր վաճառքները կտրուկ կանգնում են, հա, սպասում են կուլմինացիային, կարծես նոր շուկա ձևավորած։ Դրանով շահագրգռում եք, որ մասնակցեն ձեր էքսպոն։ Եվ որ մասնակցեն, եւ որ իրենց պրոդուկտը ավելի մրցունակ դարձնեն, որովհետեւ միայն մասնակցելը մենք միշտ ասում ենք ցուցահանդեսը 50-50, կարծես ամուսնություն լինի։ Միակողմանի բան չէ, երկու կողմը, այսինքն եւ կազմակերպիչը եւ մասնակիցը ունեն հավասար ջանք դնելու պահանջ ու կարիք, որովհետեւ եթե դիցուք կազմակերպիչը շատ լավ կազմակերպել է, ամբողջ քաղաքին բերել է էքսպո, բայց ձեր տաղավարում ձեր վաճառքի թիմը պատրաստված չէ, ձեր պրոդուկտը լավ փաթեթավորված չէ։ Գնային քաղաքականությունը սխալ է, շուկան չեք ուսումնասիրել։ Ձեր հարևանները ավելի լավ են աշխատում, հա, կողքի տաղավարը, ինչպես կարող եք դուք այդ կազմակերպչից պահանջել, հա, որ ինչ որ լավ բան լուսանցքում են մնալ։ Հա, եւ հակառակը, եթե կազմակերպիչը կազմ պատրաստ, ֆանտաստիկ թիմով լավ ներկայացել է, բայց այդ ցուցահանդեսի մասին ոչ մեկը չգիտի եւ ձայն բարբարո հանապատի անցնում է այդ միջոցառումը, էլի ինչ անեն այս մարդիկ։ Սա երկու կողմանի աշխատանք է, ու մենք սա շատ շուտ հասկացանք։ Դրա համար մենք, երբ որ մեր դիմացի կողմը, բիզնեսը զգում ենք, որ թիմ չունի, լավ չի կարող պատրաստվել թույլ է, մենք նաև իրեն ուժեղ դառնում ենք իր մարքեթինգի թիմը, դառնում ենք իր PR-ի թիմը։ Այսինքն այդ ծառայություններն էլ եք մատուցում։ Որպես ծառայություն չենք մատուցում, համարում ենք, որ դա մեր փաթեթի մեջ է, մեր պարտականությունն է, մենք պիտի իրենց հրավիրենք մեր գրասենյակ, տեսնենք ոնց են, ոնց չեն, ինչով օգնենք, այսինքն մեր հարաբերությունը մեր գործընկերների հետ ուղղակի քառակուսի մետր վաճառելի չէ։
Հա, օքեյ, ես պավիլյոնը գնեց, այս ինչ construction-ը վերջ, թող գա, չէ, մենք հետաքրքրվում ենք, արդյոք ինքը արել է մարքեթինգային արշավ, արդյոք պրոդուկտը փաթեթավորված է, ունի վաճառքի թիմ, ինչով օգնենք, ինչ անենք իր համար, որովհետև իր արդյունավետությունը, մեր արդյունավետությունն է, իր ձախողումը մեր ձախողումն է։ Դա հենց առաջին օրվանից մենք հասկացանք ու անգամ տաղավարի դիզայնը, եթե զգում են կաղում են, մենք ենք անում ու դա հավելյալ գումար ու ծառայություն չէ։ Մենք ասում ենք, մենք առաջարկում ենք այս տարբերակը կարող ենք այսպես անել, այլ չեմ խոսում, որ մեր բազային ծառայությունների մեջ մտնում է ամբողջական պավիլյոն, այսինքն եթե որևէ բիզնես պավիլյոն տաղավար հավաքելու էներգիա ժամանակ ու թիմ չունի, մենք միևնույնն է դա անում ենք իր համար արդեն փաթեթի մեջ մտածել։ Տիկին Հարոյան, ըստ էության դուք որոշակի խնդիրների մասին նշեցիք, որոնք առաջանում են ցուցահանդեսների կազմակերպման ժամանակ։ Էլ ինչ խնդիրների հետ եք առնչվում, դա լինի պետական մակարդակով, մասնավոր մակարդակով, որոնք խոչընդոտում են այս ոլորտի զարգացումը։ Այո, մենք այս ոլորտում շատ, իսկ մինչև հիմա էլ ունենք խնդիր, առաջին խնդիրը, որ մենք չունենք լուրջ էքսպո կենտրոն։ Տարածքի մասին, այո, բոլոր քաղաքները ունեն էքսպո կենտրոններ, չգիտեմ, բոլոր մեծ քաղաքները, մայրաքաղաքների մասին լրիվ ունեն կարգին, պատրաստ սարքին։ Օրինակ Թեհրանը բավականին մեծ էքսպո կենտրոն ունի ու ամեն տարի կազմակերպում է։ Գրեթե բոլոր քաղաքները եւ դրանք պետական սուբսիդավորմամբ, դրանք պետական քաղաքականությամբ ստեղծված կառույցներ են։ Մեր երկիրը չունի էքսպո կենտրոն մենք։ Այն բոլոր տարածքները, որտեղ մենք երբևէ եղել ենք, Մերգելյանից սկսած Համալիր, հիմա Մերիդիան, ամեն տարածք ունի իր խնդիրը, իրեն բնորոշ խոչընդոտը, որ մենք, որպես երիտասարդներ, անընդհատ հաղթահարում ենք, անընդհատ ինչ-որ բան ենք վերանորոգում։ Ստեղծագործում ենք։ Հա, անընդհատ այդ կառույցների տերերի հետ ինչ-որ ներդրումներ ենք անում, նույն Մերիդիանի վրա, մենք իհարկե մենք շատ շնորհակալ ենք, որ Մերիդիանի սեփականատերը շատ երբ որ մենք գնացինք Մերիդիան եւ ասացինք, որ մենք կարող ենք Մերիդիանը դարձնել հայտնի վայր, վստահեք մեզ եւ այստեղ կգան բոլոր ցուցահանդեսները, մեզ շատ վստահեց Մերիդիանի սեփականատերը եւ ասաց ես տեսնում ձեր այո, ասաց ես տեսնում ձեր վառվող աչքերում, որ դուք կանեք, բայց որոշակի ներդրումների կարիք կա ու մենք էլ մեր ինչքան որ մեր ուժը ներում է, իհարկե նաեւ սեփականատերն է շատ լուրջ ներդրումներ հիմա անում այդ տարածքի վրա, շուտով այդ տարածքը ընդհանրապես անճանաչելի կդառնա լավ իմաստով եւ հիմա այս տարածքն ենք փորձում դարձնել որպես ներկանալի էքսպո կենտրոն, մինչև մի օր կարող է մենք ունենանք այդ օֆիցիալ մեծ սարքին ճիշտ կարգավորումներով տարածքը, որովհետև էքսպո կենտրոնը ամեն շենք չէ, որ կարող է լինել էքսպո կենտրոն։ Մեզ համալիրում էլ է շատ դժվար։ Էքսպո կենտրոնը պիտի ունենա հատուկ լուսավորություն, հատուկ բարձրություն, հատուկ հենց հոսանքի համար նախատեսված տեղեր, ճկունություն, որ դու ինչ ուզես այդ տարածքում հավաքես, բայց մենք չունենք այդ խնդրեմը շատ կա, բայց հիմա մենք Մերիդիանում նաև ունենք մեծ այսպես սարքավորումներ տեղավորելու դա էլ։ Այո, օրինակ Համալիրում մենք խնդիր ունենք, որ լիզինգ էքսպոն ենք անում ու դրսում ծանր տեխնիկա էր կանգնում, Համալիրի դիմացի տարածքում իրավունք չկա, որ այդ տոննաժի այդքան բան կանգնի։ Մերիդիանում էլ այդ խնդիրները կա, հիմա Մերիդիանում ուրիշ բաներ ենք փորձում անել։ Մերիդիանում մենք նաև մեր տեխնիկան ենք ամբողջությամբ դրել, այսինքն տեսախցիկներից մինչև LED էկրանները, որը արդեն մեր ընկերությանն է պատկանում եւ մյուս էքսպոները մեզնից վարձակալում են։ Փորձում ենք այդ տարածքը մի քիչ հագեցնել, մենք նաև այդ պատասխանատվությունը զգում ենք որպես ոլորտը առաջ տանող ընկերություն, որ մենք պիտի բոլոր այն նոր բաները, որ չկա մեր երկրում, այս ոլորտի հետ կապված ներդրում անենք, դա նաև մեր պատասխանատվությունն է որպես բիզնես, որպես ոլորտը զարգացնող բիզնես, որ հասկացել ենք տրամաբանությունը զարգացման։ Մյուսը մշակութայինն էր եւ մյուսը որ պետականորեն կարծես շատ մենք չենք զգում աջակցություն ցուցահանդեսը տնտեսության զարգացման որպես գործիք։ Ամենալուրջ գործիքներից մեկն է ամբողջ աշխարհում, այսինքն դրանք հիմնականում պետական ցուցահանդեսներ են լինում, երկիրն էլ Հայաստանը շատ տարբեր դրսում ցուցահանդեսների մասնակցում է, բայց մենք զգում ենք, որ նաեւ պետական համակարգում չնայած բոլոր օրինակ նախարարները, նախարարությունները, ում որ դիմել ենք, բոլորը ընդառաջել, լսել են, եկել են, բացման խոսքով են հանդես եկել, բայց որպես այդպիսին պետական համակարգով ագիտացիա, օրինակ բիզնեսի հետ շփում, սուբսիդավորում բիզնեսին, որ մասնակցի այս կամ այն ցուցահանդեսին պետությունը սուբսիդավորում է դրսում շատ, բայց ներսում ոչ։ Դեռ ոչ։ Ներսում այդ մշակույթը չկա, մինչդեռ մենք ներսում շատ ավելի արդյունավետ ցուցահանդեսներ ունենք, քան դրսում, որ մենք ինքներս մասնակցել ենք մի քանի ցուցահանդեսի կազմակերպչական աշխատանքների դրսում, որպես ընկերություն, ու էլի մեր ձեռագիրը շատ տարբերվել է մնացածներից, այդ նախարարությունն էլ մեզ այդ ֆիդբեքը տվել, ուղղակի այդ հետադարձ կապը տվել, ուղղակի քանի որ մենք ամեն դեպքում բիզնես ենք, մենք սիրում ենք անել մեր հեղինակային պրոյեկտները եւ շատ չենք, օրինակ մենք տենդերների չենք մասնակցում, մեր շատ հետաքրքիր չեն պետական գումարները, եթե այսպես շատ անկեղծ ասեմ, որովհետեւ մենք մեր մասնավոր գործընկերների հետ շատ լավ անում ենք մեր կոմերցիոն ամեն ինչը։
Բայց պետության հետ մենք կուզենք համագործակցել հենց այն միտումով, որ մեր գիտելիքը, փորձը, այս ամեն ինչը Երևան բերենք, ցույց տանք, ինչպես կարելի է ավելի արդյունավետ անել։ Պարտադիր չէ, որ մենք անենք։ Ընդհանրապես մենք որպես ընկերություն երբեք հակված չենք ամեն ինչ, որ մենք անենք։ Մենք սիրում ենք գաղափարը կարող եք տալ, այո, ասել գիտեք, այս բանը այսպես է լավ, մենք փորձել ենք, աշխատել է, դուք էլ փորձեք։ Ու մյուս հիմա ինչքան նոր ցուցահանդեսներ լինում են, մենք շատ ուրախանում ենք, որ նոր ցուցահանդեսներ են առաջ գալիս, շատ ողջևորվում են նաև մեր գործունեությամբ շատերը, որովհետև միևնույն է սպասարկում այդ ցուցահանդեսներին մենք ենք անում, ու մենք շատ խրախուսում ենք, որ շատանան ցուցահանդեսները, որ շուկա ձևավորվի ու այդպիսով գուցե նաև պետական մակարդակով ուշադրությունը ավելի շատ գա մեր ոլորտին, որովհետև այն ոլորտները, որտեղ խաղացողները շատ են, այնտեղ ուշադրությունը շատ է, որտեղ քիչ են, շատ չեն նայում, ու մենք էլ պիտի ասեմ, որ որպես հարկատու էլ շատ արագ անցանք բավականին մեծ հարկեր վճարելուն, որովհետև Տունեքսպոն հենց միայն Տունեքսպոն գեներացնում է այնքան մեծ շրջանառություն, որ մենք շատ արագ առաջին հարկատեսակից փոքր անցանք, այո, անցանք ահիդաշ շատ արագ, բայց որպես երիտասարդ ընկերություն, որպես երիտասարդ մարդիկ, որ երեք դեռ շատ փոքր աշխատավարձեր էինք ստանում, թե ես թե Համլետը մի քանի տարի առաջ, մեզ համար սա շատ մեծ թռիչքային աճ էր, որ տեսնում ես, որ մեր երկրում, Հայաստանում մենք չենք սովորել դրսում, ոչ մի ներդրում մեր վրա չի արվել դրսից, ստանալով կրթություն տեղի համալսարաններում, հավաքելով թիմ տեղից։ Մեր թիմը շատ երիտասարդ է, որ անգամ մեծ մասը ուսանողներ են, մենք ցույց ենք տալիս, որ հնարավոր է ապրել, ծնվել, մեծանալ Հայաստանում, սովորել Հայաստանում, ամեն բան անել այստեղ եւ նաեւ աշխատել մեծ գումարներ Հայաստանում, առանց դրսի ներդրումների կամ դրսից ինչ-որ բաներ բերելու, հենց ներսի գումարներով, չնայած հիմա դե մենք արդեն որոշենք, որ դրսից էլ պիտի ներդրում բերենք Տունեքսպոն տանելով Մոսկվա, հունիսի 27-ին։ Ես կուզեմ խոսենք հենց այդ ծրագրի մասին նաեւ, որ դուք նաեւ այսպես դուրս եք եկել եվրասիական շուկա, կարելի է ասել, Մոսկվա մասնավորապես, ինչպես այդ համագործակցությունը ստեղծվեց եւ ձեր թիրախը լսարանը ով է։ Տունեքսպոն իր ամբողջ կոնցեպտով, Տունեքսպոն միշտ է եղել միջազգային ցուցահանդես, որովհետև մենք 10 երկրից անշարժ գույք ենք միշտ ներկայացրել Հայաստանում, այսինքն բացի հայկական անշարժ գույքը, նաև Արաբական Միացյալ Էմիրություններ, Իսպանիա, Պորտուգալիա, Կիպրոս, Հունաստան, Ռուսաստան, Վրաստան անգամ միշտ ունեցել ենք այդ ներկայությունը Տունեքսպոյում, ու մենք նաև նկատում ենք, որ վերջին տարիներին շատ են Ռուսաստանից հայերը, որոնք հենց Տունեքսպոյորին գալիս են Հայաստան, որ մասնակցեն Տունեքսպոյին, նաև մեր գործընկեր թե կառուցապատողները, թե գործակալությունները անշարժ գույքի իրենց վաճառքի ծավալների մեջ հստակ միտում են տեսել Ռուսաստանաբնակ հայերի։ Ոչ միայն ուղղակի օտարերկրացիներ, այլ հենց հայերի, որոնք Հայաստանում չեն ապրում, բայց ուզում են գույք ունենալ։ Ու հասկացանք, որ հենց ժամանակն է, որ Տունեքսպոն դուրս գա միջազգային շուկա, բայց կոնցեպտը ու ամեն ինչ պահպանելով, անունը, հայկականությունը, հայկական գույքներ կայացնելով, ու առաջին կանգառը Մոսկվան։ Ինչու Մոսկվան, որովհետև այն հայկական սփյուռքի բանում թվով ամենամեծն է, առաջին տեղում է, այո։ Առաջինը Մոսկվա կգնանք, հետո հետ կգանք Երևան սեպտեմբերին, այսինքն Երևանում միշտ լինելու է Տունեքսպոն, որովհետև այն սպասված է հանրության կողմից եւ դեռևս շատ էֆեկտիվ, ու նոյեմբերին կգնանք Լոս Անջելես, արդեն որպես երկրորդ խոշոր Տունեքսպո անունով, նույն կոնցեպտով մեր գործընկերների հետ, որոնք կվստահեն մեզ ու կուզեն իրենց գույքը փորձարկել նաև Ամերիկայի համար հայերի համար տեսնել ինչպես կաշխատի, Տունեքսպո Մոսկվային բան չի մնացել, մենք արդեն 2 շաբաթից մեկնարկում ենք ցուցահանդեսը, շատ էլի մեծ արշավ է, Մոսկվայում բոլոր հայաշատ վայրերում խոսում ենք Տունեքսպոյի մասին։ Այսինքն պետք է արձանագրենք, որ ձեր Տունեքսպոյի մասնակիցները հայերն են։ Այո, մեր այցելուները հայերն են։ Իսկ օտարերկրացիների ուղղությամբ, այսինքն ոչ հայերի ուղղությամբ։ Ոչ հայերի ուղղությամբ, քանի որ մենք ունենք ներդրումային պրոյեկտներ եւ Հայաստանում կառուցվող, գիտեք, հիմա շատ հյուրանոցային համալիրներ կամ բրենդեր կամ որոնք այստեղ կառուցվում են, ներդրումային ծրագրեր ու կոմերցիոն ծրագրերն ենք ներկայացնելու, որտեղ օրինակ համալիրներ կան, որոնք ունեն լոտեր, հիվանդանոցներ, դպրոցներ եւ այլն, որտեղ կարելի է ներդրումներ անել, եւ այս իմաստով աշխատում ենք բիզնես ակումբների հետ, որպեսզի ինվեստորներ ու ներդրողներ նաեւ հրավիրենք ցուցահանդեսին։ Իրականում մեր նպատակը առաջին հերթին հայերի ուշադրությունը հայկական գույքի վրա հրավիրելն է, բայց երկրորդ հերթին նաեւ օտարերկրացիների
ներդրումների դեպի Հայաստան ուղղելը։ Հենց հիմա Հայաստանում են գտնվում 20 առաջատար էլիտար բրոկերներ Ռուսաստանից ժամանած մեր հրավերով, մեր ընկերության հրավերով ու մենք ենք կազմակերպել իրենց ամբողջ այստեղ մնալու ծրագիրը եւ իրենք ամեն օր գնում են մի կառուցապատողի շինհրապարակ կամ գրասենյակ, ուսումնասիրում են գույքը, պրոդուկտը, մենք արդեն Դիլիջանով, Ծաղկաձորով, Երևանով, ամբողջ Հայաստանով ման ենք տվել մեր բրոկերներին, որոնք վաճառում էին հիմնականում Դուբայի գույքեր, Եվրոպայի գույքեր եւ մենք հիմա փորձում ենք նրանց ապացուցել ու ցույց տալ, որ Հայաստանը եւս արժանի ուղղություն է, որ իրենց հաճախորդներին ու ներդրողներին որ ունեն, իդեպ այդ բրոկերների մեջ 5-6 հոգի նաեւ խոշոր ներդրողներ են։ Եթե White Wheel ընկերությանը կիմանան, դա Մոսկվայում շատ խոշոր մեծ ընկերություն է անշարժ գույքի գործակալների։ Հիմա այս մարդիկ այս 5 օրը արդեն այստեղ են, շատ ոգևորված են ու չէին պատկերացնում, որ նման գույքեր մենք ունենք այստեղ, նման կոնցեպտներ կան, օրինակ Երևանում կառուցվող, որ Ծաղկաձորն ու Դիլիջանը այդպիսի քաղաքներ են, որտեղ туриզմի համար ուղղակի հա դրախտային պայմաններ կարող են եւ հանգստանալ եւ գումարը վաստակել, այո։ Եվ հիմա նրանք շատ ոգևորված են ու մեր նպատակը ինչ է, որ այս մարդիկ հեսա մի 2-3 օրից հետ են գնում Մոսկվա եւ Տուն Էքսպոին արդեն իրենց այցելուներին, իրենց հաճախորդներին վերցնեն, ներդրողներին ու արդեն այդ 20 բրոկերը ամեն մեկ իր հաճախորդով գա Տուն Էքսպո, այսինքն Տուն Էքսպոն ոչ միայն այդպես գլոբալ արշավ է անում, որ եկեք Տուն Էքսպո գնեք հայկական գույք, այլ նաև այդ կետային մենք աշխատում ենք գործակալների հետ, գործակալությունների հետ, անշարժ գույքի բիզնես ակումբների հետ, որ նաև այս մակարդակի մարդիկ էլ ուշադրությունը հրավիրեն Հայաստանի վրա եւ տեսնեն Հայաստանին, դադարեն Հայաստանը տեսնել ուղղակի մի քանի օրով գալ ուտել խմելու երկիր, այլ տեսնեն, որ այստեղ նախ մենք IT ու տեխնոլոգիական մեծ պոտենցիալ ունենք ուղեղների, մենք տեսնում ենք այստեղ ինչ խոշոր ընկերությունների գրասենյակներ մինչև այսօր կամ Pixar-ը, Service Titan-ը, Synopsys-ը եւ էլի շատ ՏՏ գիգանտներ, օրինակ այս ուղղությամբ մեր երկիրը ընդհանրապես փաթեթավորված չէ։ Այսինքն մենք չենք խոսում այն մասին, որ մենք ես չեմ ասի սիլիկոնային հովիտ ենք դա սուտ կլինի, բայց պոտենցիալը դրա կա, որովհետև ոչ մեկ օրում չի դառնում այդ հովիտը սիլիկոնային հովիտ, իսկ մենք տեսնում ենք, որ IT կտորում մերոնք ուղղակի ինչ-որ պահից հանձնվում ու գնում են երկրից, բայց եթե երկրում համապատասխան միջավայր ստեղծվի, այստեղ էլ շատ ճիշտ վայր է այդ գործունեությունը ծավալելու, որովհետև մնացած իմաստներով Հայաստանը ապրելու համար ցուցանիշները բավականին լավն են, եթե որոշ էկոլոգիական ու օդի օրինակ մաքրության հետ կապված հարցերը լուծվեն, երկիրը ունի բավականին դրական ցուցանիշներ եւ հենց մեր գործակալները, որոնք տարբեր երկրներում են եղել, տարբեր գույքեր են տեսել, հենց իրենք այդ գնահատականը տալիս են, որ այստեղ կա պոտենցիալ, եթե բավարար չափով հանրահրճակում ու նաեւ պետական մակարդակով մարքեթինգ լինի, ոչ միայն որպես զբոսաշրջային ուղղություն, այո, այսինքն մենք միշտ խոսում ենք Հայաստանի մասին որպես զբոսաշրջային ուղղություն ու վերջ, բայց բիզնես, արտադրություն, ՏՏ, այս թեմաներով մենք լռում ենք։ Մինչդեռ գործ գնում է Հայաստանում այդ թեմաներով, աշխատանք կա, շուկան կա, մարդիկ կան, ուղեղները կան, ուղղակի մենք չենք փաթեթավորում մեզ այդ ուղղությամբ։ Ու դրա համար էլ նաև օտարերկրյա ներդրումները այստեղ ակտիվ չեն, որովհետև տուրիստական ուղղություն, բայց ինչքան երկրներ կան, որոնք շատ ավելի լավ տուրիստական ուղղություններ են։ Նույն եթե Դուբայի օրինակը եթե նայենք, այսինքն տուրիստական ուղղությունը զարգացնելով նրանք նաև զուգահեռ զարգացրեցին անշարժ գույքի շուկան։ Այսինքն Դուբայի կառուցապատումը սկսեց այցելությունով, հա։ Եվ դա պետական քարոզչություն էր, այսինքն այնտեղ մասնավոր բիզնեսը չէր, MR-ը դա պետությանը պատկանող ընկերություն է եւ առանց պետական քաղաքականության իրականում դժվար է խոսել օտարերկրյա ներդրումներ ներգրավելուց։ Հիմա մենք էլի փորձ ենք անում, բայց եթե այստեղ մենք ինստիտուցիոնալ մոտեցում չունեցանք պետության կողմից ագրեսիվ արշավների, միայն մեր գործունեությունը շատ փոքր բան է այս մեծ օվկիանոսում։ Շնորհակալ եմ Տիկին Հարոյան հետաքրքիր զրույցի համար։ Հարգելի հետևորդներ, կարծում եմ ձեզ բավականին շատ տեղեկատվություն ունեցաք մեր Հայաստանի ցուցահանդեսների կազմակերպման ոլորտի մասին։ Այս ոլորտը բավականին դինամիկ զարգանում է, այն իրոք ստեղծում է հետաքրքիր միջավայր բիզնեսի համար, ինչպես ներքին շուկայում, այնպես էլ արտաքին շուկայում կայանալու իր դիրքերը ամրապնդելու համար։ Նման քաղաքականությունը կարճաժամկետ կարող է արդյունավետ լինել, սակայն mēs, ինչպես մեր հյուրը նշեց, ինստիտուցիոնալ մոտեցումների կարիք ունենք պետական քաղաքականության, որը կմշակվի անշուշտ մասնավոր հետ միասին։ Պետություն մասնավոր համագործակցությունը կարող է լուծել ցանկացած խնդիր, այդ թվում նաև պետության ներկայացնելու։